Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնն ուրախ է ձեզ ողջունելու իր հյուրընկալ և հիմնանորոգված ջերմությամբ ու սիրով լցված այս հոգատար վայրում։ Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերաբացման արարողությունը։ Սիրելի ավագ սերնդի ներկայացուցիչներ, սա ձեր օջախն է, ձեր ջերմանկյունը, որտեղ դուք միշտ կլինեք ամենակարևորը։ Դեռ 2020 թվականից կառույցում իրականացվել են լայնածավալ վերանորոգումներ, կենտրոնը համալրվել է ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ապահովելով շահառուների կենցաղային հարմարավետությունն ու խնամքի բարձր որակը։ Հիմա նորոգվել են երկհարկանի 3 բնակելի հատվածները, խոհանոցը, այգիներից մեկը, միջանցքները, իսկ վարչական մասնաշենքի առաջին հարկի վերանորոգումից հետո այն ծառայել է անկողնային խնամք պահանջող մեր շահառուների համար։ Կենտրոնի վերաբացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ազգային ժողովի պատգամավորներ, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, հյուրեր։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը այսօր սպասարկում է 160 տարեց և խնամքի կարիք ունեցող անձանց, որոնցից 16-ը ստանում են անկողնային խնամք։ Հայաստանի կառավարությունը իրապես կարևորում եւ առաջ է մղում նաեւ ակտիվ, առողջ եւ արժանապատիվ ծերության գաղափարները։ Էական առաջնահերթություն տալով պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությանն ու ներուժի ավելացմանը։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի խոսքով կազմակերպությունը ոչ միայն բարելավել է նյութատեխնիկական բազան, այլև հետևողականորեն զարգացնում է աշխատակազմի մասնագիտական կարողությունները, ապահովելու խնամքի բարձր որակ։ Մշտապես իրականացվում են անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ, համատեղելով թե ներքին ռեսուրսները, թե գործընկերների հետ համագործակցությամբ տարբեր դասընթացների, վերապատրաստումների, փորձի փոխանակումների միջոցով։ Շվեյցարական, ավստրիական, իտալական և Լիխտենշտեյնի կարմիր խաչերի, ինչպես նաև Ավստրիայի զարգացման գործակալության և Ճապոնիայի դեսպանատան օժանդակությամբ իրականացված ծրագրերը զգալիորեն փոխել են կենտրոնի տեսքն ու միջավայրը։ Այս նախագիծը բարելավում է բնակիչների սոցիալական և հոգեբանական բարեկեցությունը, ինչպես նաև վերջիններիս կենսապայմանները և հզորացնում է կենտրոնի կարողությունները։ Կառավարության հետ 2020 թվականին ստորագրված հուշագրով ընկերությունը պարտավորվել էր կատարել շուրջ 270 միլիոն դրամի ներդրում, սակայն իրական ներդրումները գերազանցել են 600 միլիոն դրամը։ Հուշագրի ժամկետը ըստ նախարար Արսեն Թորոսյանի առաջիկայում կերկարաձգվի։ Կարծում ենք, որ այս լավ համագործակցությունը պետք է շարունակենք, ինչու ոչ նաև ընդայնենք այլ կենտրոնների վրա, մենք այդ մասով հիմա բանակցությունների մեջ ենք ընկերության հետ։ Այսինքն վստահություն կա, որ պայմանագիրը շարունակվի։ Միջոցառման ընթացքում Արսեն Թորոսյանն ու Դավիթ Ներսիսյանը ստորագրեցին համագործակցության նոր հուշագիր, ամրապնդելով պետություն, Կարմիր խաչ գործընկերությունը։ Խաղաբանական հուշագիրեր Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ մեր բազմաթիվ ծրագրերի շրջանակներում համագործակցության։ Միջոցառման ավարտին պաշտոնյաները շրջել են կենտրոնում զրուցել շահառուների հետ։ Վերանորոգումից առաջ վերանորոգեցին, մենք զգում ենք մեզ ինչպես մեր տանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստանձնել է նախկին Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։ Այն վերանվանվել է և գործում է որպես շուրջօրյա խնամքի կենտրոն։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Գյումրի կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական ապահովության կարևորություններից մեկին զբաղվածության և բնակապահովման ծրագրերին։ Կառավարության որոշում ընդունեցինք շահառուների թիվը մեծացնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ կա պահանջարկ այդ ծրագրերի, նաև հիմա մշակման ընթացքի մեջ են մեկ ծրագրի փոփոխություններ եւ նոր ծրագրի ներդրում, որը կապված է լինելու բնակապահովման ծրագրի հետ, որպեսզի մեր քաղաքացիան երբ որ բնակարան են ձեռք բերում, նաև հնարավորություն ունենան դրանից հետո պետական աջակցությամբ կամ ինքնազբաղվածություն ունենալ, այսինքն իրենք ինչ-որ ձեռնարկատիրությամբ զբաղվեն, կամ արդեն մեր մեծազբաղվածության ծրագրերը հենց իրենց հետ փոխկապակցվի, որտեղ կարծում ենք, որ մեկը մյուսին իրականում ուսումնասիրություններն են ցույց տալիս, որ հիմնականում այդ ստացած հավաստագրերը օգտագործում են այն քաղաքացիները, այն շահառուները, ովքեր ունեն զբաղվածություն եւ հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ զբաղվածություն գտնելը ավելի հեշտ է, դա դրանից է բխում այդ մեր փոփոխությունների մասին քննարկումները։
Գյումրի կատարած այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձավ երեխաների խնամքի եւ սոցիալական ծառայությունների ոլորտում աշխատակիցների ցածր աշխատավարձերին։ Նորանշանակ նախարարի խոսքով թե երեխաների աջակցության, թե շուրջօրյա խնամքի կենտրոնում աշխատողների վարձատրությունը շարունակում է մնալ ոչ մրցունակ։ Այո, ոչ միայն երեխաների աջակցության կենտրոններում, մեր բոլոր հաստատություններում, այդ թվում է հաստատությունում, որովհետեւ մենք ենք ֆինանսավորում այս հաստատությունը, անձնակազմի աշխատավարձերը շատ ցածր են, մրցունակ չեն, թե մասնավոր սեկտորի, թե նաև միգուցե այլ պետական սեկտորների հետ, եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց գիտեք, որ նաև բյուջեն անսահման չէ, պետական, այդ թվում է տրամադրվող պետական բյուջեն, բայց իմ կամքը այդ առումով շատ հաստատակամ է, որովհետեւ մենք չենք կարող ակնկալել մեր հաստատությունների աշխատակիցներից որակյալ աշխատանք, եթե չենք ապահովում պատշաճ աշխատանքային պայմաններ, երբ որ պահանջում ես, պետք է նաև տրամադրես, այդ ուղղությամբ հուսամ նորություններ կլինեն մոտ ապագայում եւ լինելու դեպքում անպայման կհայտնենք, հիմա պարզապես չեմ ուզում վազել գնացքից առաջ։ Արդյոք ընտանեկան եւ անապահովության նպաստների տրամադրումը հաճախ ոչ թիրախային է եւ ոչ հասցեական։ Այս պնդմանը լրագրողների զրույցում հակադարձել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, նկատելով խնդիրը համակարգային բնույթ ունի։ Ընտանեկան նպաստի համակարգը կամ անապահովության նպաստի համակարգը կարծում եմ վաղուց սպառել է իրեն, որովհետև այն նախագծվել է մի այլ ժամանակաշրջանում եւ իմ խորին համոզմամբ այլ նպատակներ է հետապնդել եւ ոչ թե աղքատությունից մարդկանց հանելու նպատակ։ Կարծես թե ավելի շատ աղքատության մեջ պահելու նպատակ է հետապնդել։ Մենք հիմա ունենք մի պիլոտային ծրագիր, որը իրագործում է Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, որին ամբողջ նպատակը ավելի առարկայական գնահատումն է այն ընտանիքների, որոնք իրոք ունեն կարիք պետական աջակցության, ժամանակավոր աջակցության կամ որոշ դեպքերում նաև բավական երկարատև աջակցության եւ որոնց կտրվի շատ ավելի մեծ աջակցություն ֆինանսական առումով եւ նաև այնպիսի ընտանիքների դուրս գալը, որոնք չունեն դրա կարիքը։ Ու ձեր ասած հարցը, որ ոչ թիրախային է, նաև կարծում եմ դրան է վերաբերում, որ կան ընտանիքներ, որոնք եւ գույք ունեն, եւ հաճախ աշխատանք ունեն, բայց ոչ օրինական, եւ նրանք ստանում են ընտանեկան նպաստ եւ կա հակառակը։ Երբ որ ընտանիքներ կան, որ իրոք կարիք ունեն, բայց այն նպաստը այնքան ցածր է, որ նրանք չեն կարողանում դրանով իրենց կենսական կարիքները հոգալ։ Հիմա այս նոր համակարգի ամբողջ իմաստը դա է, որ մենք ոչ թե քիչ փող ծախսենք դրա վրա, այլ ծախսենք գումարը այդ ընտանիքներին աղքատությունից հանելու նաև զբաղվածության ծրագրերով, այսինքն աշխատանք առաջարկելով մեր թե էլեկտրոնային թվային համակարգերով եւ թե առանց թվային համակարգերի պիլոտի ամփոփումից հետո, որը դեռ ամիսներ կտևի, որտեղ ուզում ենք հասկանանք ինչքան լավ է աշխատում, այն արդեն կտարածվի ամբողջ Հայաստանի վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռամոնի հետ։ Վերջինս ողջունել է Հայաստանի վարչապետի այցը եւ նշել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղված օրակարգային հարցերը։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ հավելել, որ կառավարությունը կարևորում է Տաջիկստանի հետ բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին եւ տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIP նախագծի եւ խաղաղության խաչմերուկի իրականացմանը։ Էմոմալի Ռամոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Պետությունների առաջնորդներին դիմավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռամոնը, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը։ Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ երկարամյա հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն
հաջողություն է հաստատվել եւ այս գործընթացում հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Սույն թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Թրամփի նախաձեռնությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո նախագահ Ալիևի հետ մենք ընդունեցինք հռչակագիր, որում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են անցյալի հակամարտությամբ չկանխորոշված միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Մեջբերում կատարեն Վաշինգտոնի հռչակագրից մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարի դրայցիական հարաբերություններ սկսելու պայմաններ հիմնված միջազգային սահմանների անկախտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ եւ երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում եւ բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում եւ ապագայում։ Նույն հռչակագրում մենք Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներս վերահաստատեցինք ներպետական երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարեւորությունը, հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Открывает путь к закрытию страницы вражды между нашими. Հոկտեմբերի 10-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին եւ նորանշանակ ռազմական ու ռազմաօդային կցորդ փոխգնդապետ Ժիրի Մրաչեկին, նստավայրը քաղաք Թբիլիսի։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է փոխգնդապետին Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չեխիա համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ 7-րդ դարի կառույց է սա, այն դիմացի падը, վերջին падը, այնի 10-րդ դարի։ Այս քարերը ոնց նայում ես, այս իր կրային շաղախը քայքայված է։ Սա Ամբերդի վթարայնության առումով ամենավտանգավոր հատվածն է։ Մինչդեռ հուշարձան այցելողները գրեթե միշտ անտեսել են վտանգը, դրոշի կողքին նկար ունենալու համար բարձրացել վթարային պատի վրա։ Պեղումների արդյունքում դղյակի ներսի հատվածում պատն ամբողջությամբ բացվել է։ Ոչ միայն այս հատվածը, այլև դղյակն ընդհանրապես այնպիսի վթարային վիճակում է, որ եթե չլինեին այս ամրակայման աշխատանքները, մարդկանց մուտքը կարող էր արգելվել։ Ամենավերջին վտանգային պահն է, օրինակ, որ ասեմ, անցած տարվա դրությամբ եկել են գարունը, մի ձմեռ անցել վրան, արդեն զգացում է տարբերությունը, որ այս բարձր պատերի վրայից որոշ տեղեր արդեն քարեր ընկնում են։ Որոշ աղբյուրների համաձայն Բերդի հիմքը դրվել է դեռ 7-րդ դարում, կառույցն ամբողջացել է արդեն 13-րդում։ Բաղկացած է դղյակից, միջնաբերդից, 2 եկեղեցիներից, բաղնիքից, 3 ջրավազանից, 3 դարպասից, արտաքին պարիսպներից, մոտավորապես 13 կառույց։ Ամրոցում երբևէ հիմնավոր վերականգնման աշխատանքներ չեն արվել։ Խորհրդային տարիներին որոշ միջամտություններ եղել են, սակայն ոչ բուն միջնաբերդում։ Պատմական արժեք ներկայացնող հատվածներ կորցրել ենք, հենց ոչ վաղ անցյալում ձորը գլորված աշտարակներից մեկը անկյունային որպես օրինակ կարող ենք դիտարկել, ռեսուրսներով էր պայմանավորված, մարդկային կամ ֆինանսական, թե ուղղակի հաշվի առնելով իր տեղանքի բարդությունը, հուշարձանի բարդությունը չեն համարձակվել, այսպես ասած, մոտենալ հուշարձանին եւ սկսել վերականգնումը, բայց ինչն էլ որ լիներ պատճառը, դա բերել է բազմաթիվ կորուստների, որից կարելի էր խուսափել, եթե աշխատանքներ տարվեին։ Այս վերջին ճակում քարերը պտտվել են, այսինքն վերևից ընկել են, քիչ-քիչ պտտվել են, դրա համար սա վտարային վիճակ է։ Անցած տարվանից ամրոցում ամրակայման ու մասնակի վերականգնման աշխատանքներ են սկսել։ Նախագիծը կազմելիս հաշվի են առել բոլոր տարիների ուսումնասիրությունները, արխիվում պահպանված տեղեկությունները։ 1992-ին ուսումնասիրություն է իրականացրել հայ-գերմանական արշավախումբը, 2005-ին հայ-իտալական, 2018-ին դարձյալ պեղումներ են արել, տեխնիկական վիճակն են ուսումնասիրել։ Հնագետներն այստեղ վերսկսել են աշխատանքները 2022-ին։
Ամրակայման աշխատանքներին զուգահեռ նաև ներսում պեղման մաքրման աշխատանքները շարունակվում են։ Օրինակ հենց մի քանի օր առաջ այնտեղ մենք ունեցանք տուֆից օրիգինալ աստիճանների, այդպես գյուտ կարելի է ասել, որի մասին մինչև այս որևէ տեղեկություն չկար։ Այսինքն մենք հասել ենք մի նիշի, որը երբևէ չի պեղվել։ Ամբերդը զբոսաշրջային ամենաակտիվ ուղղություններից մեկն է, սակայն ամրակայման աշխատանքների այս ընթացքում նեղ ճանապարհով կարելի է մոտենալ միայն Բահրամաշեն եկեղեցուն, դղյակով հիանալ հնարավոր է որոշակի հեռավորությունից։ Երիտասարդները միայն լսել են հնամյա կառույցի մասին, այստեղ են, որ սեփական աչքով տեսնեն։ Մի ամրոց, որի կառուցումը սկսվել է 7-րդ դարում, չէին կարող չտեսնել, հրաշալի է, հիմա արդեն մտածում ենք վերադառնալ նաև վերականգնման աշխատանքները ավարտելուց հետո։ Ամբերդում առաջին անգամն ենք, տպավորիչ է, հատկապես աշխարհագրական դիրքը։ Աշխատանքներն ավարտելուց հետո եռահարկ դղյակի ներսում զբոսաշրջիկների համար մետաղական կոնստրուկցիաներով հարմարեցված քայլուղիներ կլինեն, որոնք հնարավորություն կտան շրջել ամբողջ դղյակում։ Մեր նպատակն է այս վերականգնման աշխատանքներով նախ պահպանել այն, ինչ որ կա, մասնակի վերականգնել գիտական հիմնավորումներով այն հատվածները, որոնք մենք վստահ ենք արխիվային նյութերից, լուսանկարներից կամ պեղումների արդյունքներում ունենք հայտնաբերված եւ դրանք պարտադիր կարելի է վերականգնել, եւ այն հատվածները, որոնք կորսվել են, բայց հայտնի են եղել, հատակագծային լուծումներով որոշակի նիշերի վրա բարձրացնել եւ ցույց տալ։ Ամբերդի ամրակայման ու մասնակի վերականգնման համար կառավարությունը ավելի քան 460 միլիոն դրամ է հատկացրել, իսկ ընդհանուր 1.7 միլիարդ դրամ այս տարի մոտ 20 պատմամշակութային հասցեներում ամրակայման վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար, երերույքի տաճարից սկսած մինչև Փարպիի ծիրանավոր, Շատիվանքի վանական համալիր, երբևէ այս ուղղությամբ մեկ տարում այսքան գումար չի հատկացվել։ Իսրայելի կառավարությունը հոկտեմբերի 10-ի գիշերը հաստատել է Գազայից պատանդներին վերադարձնելու ծրագիրը, նախարարների մեծ մասն աջակցել է գործարքին, սակայն ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը եւ այլ պաշտոնյաներ դեմ են քվեարկել, խոստացել խափանել կառավարության աշխատանքը, եթե Համասը չոչնչացվի։ Զուգահեռ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆի եւ Ջարեդ Քուշների հետ։ Այժմ ըստ ամերիկյան նախաձեռնության պետք է հրադադար հաստատվի, Ցահալը հետ քաշվի Գազայի հատվածի համաձայնեցված գծեր, միաժամանակ պահպանելով որոշ տարածքների նկատմամբ վերահսկողությունը։ Ակնկալվում է, որ Համասն 72 ժամվա ընթացքում ազատ կարձակի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առևանգված պատանդներին, ինչպես նաև կփոխանցի մահացած գերիների մարմինները։ Այնուհետև Իսրայելը կազատի հրեական պետության բանտերում պահվող մի շարք պաղեստինցիների։ Դոնալդ Թրամփը կառավարության նիստում հայտարարել է, որ պատանդները պետք է վերադառնան Իսրայել մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ։ Նրա խոսքով Մերձավոր Արևելքում խաղաղության ուղղությամբ նշանակալի առաջընթաց է գրանցվել։ Առաջիկայում ԱՄՆ ներկայացուցիչները, այդ թվում ես, կմեկնենք Եգիպտոս, Իսրայելի եւ Համասի միջև համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար, հավելել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Գազայի բնակիչների համար հարկավոր է կյանքի նորմալ պայմաններ ստեղծել, քանի որ այնտեղ անհնար է ապրել։ Համասի բանակցային խմբի ղեկավար Խալիլ Ալ-Հայան հայտարարել է, որ հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել։ Նրա խոսքով Վաշինգտոնից եւ մյուս միջնորդներից երաշխիքներ են ստացել, որ Գազայում պատերազմը վերջնականապես ավարտվել է։ Միևնույն ժամանակ Պաղեստինյան շարժումը մեղադրել է Իսրայելին ռմբակոծությունները շարունակելու, խաղաղ բնակիչներին սպանելու եւ հրադադարի համաձայնությունը խաթարելու փորձի համար։ Ցահալն ընդունել է, որ հարվածել է Համասի ներկայացուցիչներին, նշելով, որ նրանք սպառնացել են իսրայելցի զինվորների անվտանգությանը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 450 ԱԹՍ եւ 30 հրթիռ, կանավերածություններ, զոհեր եւ վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Ուկրաինայի նախագահի խոսքով այժմ աշխատանքներ են տարվում երկրի տարբեր շրջաններում էլեկտրա եւ ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել Կիևի, Դոնեցկի, Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի եւ այլ մարզերում։ Ըստ Զելենսկու թիրախում են եղել նաեւ Զապորոժիան եւ Խերսոնը։ Անհրաժեշտ են ոչ թե դատարկ խոսքեր, այլ վճռական գործողություններ Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ G7-ի կողմից հակաօդային պաշտպանության ուժեղացման եւ պատժամիջոցների հարցում, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Ռուս-ուկրաինական հակամարտությանն է անդրադարձել Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահը կրկին խոստացել է մեծացնել ճնշումը խաղաղության հասնելու նպատակով։ Նա չի բացառել, որ կխստացնի հակառուսական պատժամիջոցները։ Ֆինլանդիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ արդեն սկսել է դա անել։ Մենք զենք ենք վաճառում Հյուսիսատլանտյան դաշինքին, որի մեծ մասը գնում է Ուկրաինա։ Կողմերը շուտով կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, հավելել է ԱՄՆ նախագահը։
Ազատ է արձակվել Բաքվում ավելի վաղ ձերբակալված Սպուտնիկ Ադրբեջանի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը։ Կոմերսանտին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Կարտավիխի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այդ հարցով բանակցությունները հիմնականում տեղի են ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների օգնականների մակարդակով, իսկ վերջնական որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին։ Մոսկվան էլ ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանի քաղաքացիներից մեկին։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են հոկտեմբերի 9-ին Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Դա նրանց առաջին հանդիպումն է եղել 1 տարվա ընթացքում։ Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան կանի հնարավոր է Ադրբեջանի հետ հարաբերությունների դինամիկան պահպանելու համար։ Ալիևը հայտարարել է ռուս-ադրբեջանական հարաբերություններում լավ առաջընթացի մասին։ Կողմերն անդրադարձել են 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանում ադրբեջանական ավիաուղիների Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռի վթարին, որի հետևանքով 38 մարդ էր զոհվել։ Պուտինն ընդունել է, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռների բեկորներից։ Ալիևը Պուտինին շնորհակալություն է հայտնել ինքնաթիռի կործանման հետաքննությունն անձամբ վերահսկելու համար։ Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահները քննարկել են նաև երկու երկրում ձերբակալված իրենց քաղաքացիների հարցը։ Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ավարտին եռակողմ արձանագրություն է ստորագրվել։ Պաշտոնյաներն ընդգծել են պաշտպանական գործակցության կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման գործում։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ է ավելի քան 30 տարի տևած հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Զաքիր Հասանովի խոսքով այդ պատմական իրադարձությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասում եւ դրանից դուրս գործակցության համար։ Գավառ քաղաքի 19-ից 20-րդ դարերի ճարտարապետությունն է ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների հետաքրքրության կենտրոնում։ Erasmus+ ծրագրի շրջանակում համալսարանը Միլանի Պոլիտեխնիկական ինստիտուտի հետ գործակցությամբ իրականացնում է պատմական միջավայրի պահպանությանն ուղղված միջազգային աշխատարան։ Այս թեմայով դասախոսություններին հաջորդում են Գավառ քաղաքի պատմաճարտարապետական ժառանգության արժևորման եւ պահպանության գործնական աշխատանքները։ Գավառն այս առումով ուսումնասիրությունների հարուստ նյութ է տալիս։ Բազմաթիվ հետաքրքիր կառույցներ են բացահայտվում իրենց ուրույն ճարտարապետությամբ, որոնք որ շատ հատուկ են կարող ենք հանդիպել այս տարածաշրջանից դուրս, դրանք շատ յուրահատուկ են Գավառին եւ Սևանի ավազանին։ Իմ գործն է օրինակ ճշտգրիտ համարակալել այս կադաստրային թղթի վրա, որպեսզի հետագայում տեղը իմանանք։ Լիքը առանձնահատկություններ կան, օրինակ ապակե պատած բալկոնները սյուներով, նախշերով, իրենց առանձնահատուկ Խաչաձև sense նախշերն սիրուն շատ։ Համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարթա Մկրտչյանը Գավառի ճարտարապետության պատմական շերտին ծանոթ է դեռևս նախորդ ուսումնական տարվանից։ Յուրաքանչյուր շինության մասնագիտական աչքով է նայում եւ նույնիսկ ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների միջից դուրս բերում պատմականը, պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկվելու արժանի հասարակական ու բնակելի շենքեր կան, ասում է ուսանողուհին։ Հենց հին շենքերի ճարտարապետությունը ինձ շատ դուր եկավ, երբ որ ես տեսա արխիվային նկարներ եւ ինչ որ ինֆորմացիա իմացա քաղաքի մասին։ Հետո երբ որ ընտրեցի որպես նախագծի թեմա, ավելի մանրամասն ծանոթացա, եկա այստեղ մի քանի անգամ, հետազոտություններ արեցի, չափագրություններ արեցի եւ քիչ-քիչ ավելի շատ սկսեցի սիրել Գավառը։ Կատակում ենք, որ քիչ-քիչ գավառցի եմ դառնում։ Քաղաքի պատմական ճարտարապետական ժառանգությունը երիտասարդ ճարտարապետներին հետաքրքրում է շինարարական տեխնոլոգիաների, ճարտարապետական լուծումների եւ նաեւ օգտագործված շինանյութի առումներով։ Օգտագործված է դեղական տուֆ քարը կամ իրենց պատուհանների կողքերը սիրուն քարեր են շարված, շենքերի անկյուններում քարեր են շարված, պատշգամբները իրենց։ Օրինակ էս էլի հին շենքերի օրինակ է, ամենաերևի լավ օրինակներից մեկն է, ինքը շատ գեղեցիկ զարդարանք ունի, շքամուտքը շատ գեղեցիկ է։ Հետազոտության արդյունքներն ամփոփվելու են մեկ փաթեթում եւ հետագայում քննարկվելու է ուսումնասիրված պատմական շերտին հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ տալու հարցը։
Նմանատիպ կարգավորվող տարածք մենք ունենք Գյումրիում, Կումայրի պատմական արգելոցը, որտեղ հստակ կարգավորված են պատմական քաղաքաշինական սահմանները, հստակ կարգավորումներ կան հուշարձանների պահպանության համար, դրանց օգտագործման եւ այլնին վերաբերվող փաստաթղթեր գոյություն ունեն։ Նպատակ ունենք նմանատիպ մի փաթեթ ձևավորել Գավառի համար, քանի որ շատ են կարևորում պատմական քաղաքների պահպանությունը եւ դրանց առանձնակի մոտեցումը։ Հետազոտությունների ընթացքում ուսանողական խումբը կիրառում է նաև պատմական ճարտարապետական միջավայրում աշխատելու Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի առաջավոր փորձը որպես ոլորտի լավագույն ներկայացուցիչ։ Մատենադարանի ձեռագրերն ու պատկերազարդումները, դրանցում օգտագործված ներկերն ու դրանց ստացման եղանակը, նաև վնասված ձեռագրերի վերականգնման գաղտնիքները փոքրիկ կապանցիներին ներկայացնելու համար են Հայ գրերի գանձարանի աշխատակիցները քառօրյա այցով Կապանի էլեկտրոնային գրադարանում։ Արդեն 4-րդ տարին է, ինչ իրականացվում է դպրոցական մատենադարան կրթամշակութային ծրագիրը, որը շրջիկ ցուցադրություն վարպետաց դաս է նախատեսված մարզաբնակ աշակերտների համար։ Շրջիկ ցուցադրությունը պատկերավոր ներկայացնում է ձեռագրերի ընդօրինակումը, նկարազարդումը եւ վերականգնումը։ Իսկ տեսական հատվածում երեխաները ծանոթանում են մատենադարանի ստեղծման պատմությանը եւ ցուցադրությանը։ Փոքրիկների մեծ մասը մատենադարանում դեռ չի եղել։ Այս հանդիպումից տուն են գնում շատ տեղեկացված ու մի մեծ ցանկությամբ։ Ես շատ կուզեմ մի օր գնամ մատենադարան։ Ես այս դասից այնքան հետաքրքրված եմ։ Ես դեռ մատենադարանում չեմ եղել, բայց կասեմ Մարիկիս, որ անպայման ինձ տանի։ Ես այսօր իմացա, որ դեղին գույնը ստացել են քրքումից։ Նախաձեռնությունը մատենադարանինն է, իրականացվում է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության դրամաշնորհով ու հենց ձեռագրատան համաֆինանսավորմամբ։ Բացի Սյունիքից դասընթաց հանդիպումներ կլինեն նաեւ Լոռու մարզում։ Առաջին հատվածում երեխաները եղեգնյա գրչով գրում են, ինչպես միջնադարում մեր գրիչներն են ընդօրինակել ձեռագիր մատյանները։ Իսկ երկրորդ հատվածում աշխատում են վերականգնման բաժնի մասնագետի հետ եւ սովորում են ճիշտ վերականգնել վնասված թերթերը։ Այս գիտելիքները կօգնի երեխաներին նաեւ ծրագրից դուրս ճիշտ վերականգնել իրենց գրադարանի գրքերը։ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի այն աշակերտները, որոնք արդեն եղել էին ձեռագրերի պահոցում, տպավորությունների մասին դասընկերներին պատմել էին, բայց որ մի օր իրենք կհյուրընկալեն մատենադարանի աշխատակիցներին չէին պատկերացրել։ 1 տարի առաջ եղել եմ մատենադարանում։ Ես այնտեղ տեսա Հայաստանի ամենամեծ գիրքը, ես տեսա Հայաստանի ամենափոքր գիրքը։ Ես շատ հետաքրքրված վերադարձա Կապան։ Խորհուրդ կտամ, որպեսզի նրանք նույնպես այցելեն մատենադարան եւ տեսնեն բոլոր հին ձեռագրերը, ծանոթանան Հայաստանի ամենամեծ գրքին Մշոր Ճարանտին եւ ամենափոքր գրքին Տոնացույցին եւ ուրիշ այլ գրքերին ծանոթանան։ Մատենադարանի աշխատակիցների խոսքով դեռ չհեռացած կարոտում են Կապանը։ Նաև մեծ է ծրագրին մասնակցել ցանկացող կապանցիների թիվը, որոնց այս պահին ընդգրկելու հնարավորություն չունեն։ Թերևս սա նրանց վերջին այցը չէ։